Եթե մեկ բառով նկարագրեմ, ես երջանիկ եմ, որ վերջապես այն երազանքը, որ ունեի, երբ տնօրեն դարձա Գեղարվեստության ազգային կենտրոնում 5 տարի առաջ, իմ առաջին նպատակներից մեկն էր մանկական թանգարանը մեկ անգամ ևս կենթանացնելու, որովհետև երկար տարիներ ցավոք սրտի թանգարանը մի քիչ անմխիթար վիճակում էր ու երջանիկ եմ, որ այդ երազանքը իրականություն դարձավ։ Եթե կհիշեք, թանգարանը շատ տարօրինակ տեսք ուներ մի քանի տարի առաջ, կոմերցիոն տարածքներով էր փակված, ես որոշեցի այդ պատերը կոտրել, կոմերցիոն տարածքները հանել եւ մանկական արվեստը բացել մեր քաղաքի համար եւ ես շատ շնորհակալ եմ այն բոլոր աջակիցներին, ովքեր մեր մեջքին կանգնեցին, այդ թվում նաեւ Հովնանյան հիմնադրամին, որպեսզի այս շատ կարեւոր եւ նշանակալի վայրը մեր հանրապետության համար պահպանելու, վերաբրենդավորելու եւ թարմացնելու համար։ Սա Փարաջանովի թեմայից է։ Մենք աշխատել ենք թիմով, ամեն մեկը մի դետալի վրա աշխատել են։ Ես ստացել եմ գեղեցիկ աշխատանք եւ ես աշխատել եմ այս տեխնիկի վրա։ Աշխատել ենք գործիքներով, կտրել ենք եւ տաշել ենք։ Ես գործել եմ այս գոբելենը ընտրելով մեկ տեսակի բույս եւ մեկ տեսակի կենդանի։ Որպես բույս ես ընտրել եմ ջրի մուրներ, իսկ որպես կենդանի ձկնիկ նրա մայրիկի հետ։ Գոբելենը գործելուց ես գործել եմ 6 ամիս, որը շատ հեշտ էր իմ համար։ Ես այնքան էի տարվել, որ չզգացի էլ թե ոնց անցավ այդ 6 ամիսը։ Գոբելենը գործելուց առաջ նկարել եմ էսկիզը նկարի, որից հետո փափուկ թելերով արդեն գործել եմ գոբելենը։ Սա սրբաքանդակ է, որտեղ հայրը կրկել է իր երեխուն, սկզբում արել ենք էսկիզ, սկսել ենք կտրել փայտը, հետո սկսել քանդակել։ Սա թմային աշխատանք է, թեմա Փարաջանով։ Ժամանակակից աշխարհի տենդենսներին հետևելով մենք նույնպես թանգարանը դիտարկում ենք ոչ թե միայն զուտ թանգարան, որտեղ արվեստ է ցուցադրվում, այլ սա շնչող, ապրող օրգանիզմ է եւ մենք ունենք մի հետաքրքիր արվեստանոցային հատված, որտեղ որ նկարչության դասեր, վարպետության դասեր ենք առաջարկում, ունենք գրադարան, գրախանութ, որտեղ որ պարբերաբար գրքի շնորհանդեսներ են լինում, իսկ այս սրահը, որտեղ մենք գտնվում ենք, այս սրահում նաեւ տարբեր համերգային, թատերական ներկայացումների համար որպես միջավայր շուտով կտեսնենք։ Երևան քաղաքում մենք շատ հրաշալի թանգարաններ ունենք, բայց կարծում եմ, որ այս թանգարանը իր բովանդակությամբ եւ յուրահատկությամբ իր ուրույն տեղը ունի մեր թանգարանների հաշարքում եւ կարծում եմ եւ հույս ունեմ, որ առաջիկայում այցելուների մեծ քանակ կունենանք եւ մեծ ավելի ճանաչելիություն։